Այսօր մի հետաքրքիր քարոզատերը դրել իմ սրտի մեջ, քարոզելու եմ այս համարը Ղուկաս 7-րդ գլուխ 1-10 խոսքերը։ Թող Տերը ամեն մեկի սրտի հետ խոսա անձնական եւ անհատական, փառք ես սիրելի Աստված, օրհնիր քո խոսքը, բարձրացնում եմ քեզ Տեր Աստված, այն խոսքը, որ դու գրել ես ու փոխանցել ես, շնորհակալ ենք սիրելի Սուրբ Հոգի։ Ամեն։ Հարյուրապետի խնդրվածքի մասին եմ խոսալու սիրելներ։ Մի մարդ, որ հեթանոս էր, որ նա Աստծուն չէր ճանաչում, խոստումների մեջ չէր, հրյա չէր, Իսրայելի տարածքից դուրս մի մարդ, բայց հավատացել էր, լսելով, որ մեր Տերը հրաշքներ է կատարում, իր խոսքի միջոցով, ամեն, պարզապես ասա խոսքը, այսօր քո սրտի մեջ ասա խոսքը, Հիսուսի խոսքը, ինձ լցրա քո խոսքով, սիրելի Հիսուս, քո խոսքը բեր իմ սրտիս ավելի մոտ, հալելույա։ Առաջի համարը ասում է Ղուկաս 7, առաջի համարը, երբ Հիսուսը վերջացրեց իր բոլոր խոսքերը ժողովրդին, որ լսում էր, մտավ Կափառնիա։ Մի հարյուրապետի ծառա, որ շատ սիրելի էր նրա համար, հիվանդացած մեռնելու մոտ էր։ Նա Հիսուսի մասին լսելով հրյաների երեսներից ուղարկեց նրա մոտ, խնդրելով նրան, որ գա իր ծառային ապրեցնի, նրանք Հիսուսի մոտ գալով նրան թախանձալից խնդրում են եւ ասում. նա արժանի է, Տեր, որ այդ անես նրան, որովհետև սիրում է մեր ազգը եւ ժողովարանը եւ սիրում է իր ծառային։ Ամեն։ Նա կառուցեց մեզ համար այս ժողովարանը։ Հիսուսը գնաց նրանց հետ, երբ տնից արդեն շատ հեռու չէր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց, ասելով. Տեր, նեղություն մի կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալու։ Այլ խոսքով ասա, ամեն, հալելույա, այլ խոսքով ասա, այլ խոսքով ասա եւ ծառաս կբժշկվի։ Որովհետև ես էլ իշխանության տակ մարդ եմ եւ իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ, սրան ասում եմ գնա եւ գնում է, մյուսին արի եւ գալիս է, իմ ծառային այս բանն արա եւ անում է։ Հիսուսը այս լսելով նրա վրա զարմացավ, դարձավ իրեն հետևող ժողովրդին, հրյաներին եւ ասաց. ասում եմ ձեզ, որ Իսրայելում անգամ այսպիսի հավատք չգտա։ Եվ այն ուղարկված մարդիկ տուն վերադարձան ու հիվանդ ծառային բժշկված գտան փառքեր Հիսուսին։ Փառքեր Հիսուսին, սիրելի եկեղեցի։ Հավատ Քրիստոսի իշխանության մեջ։ Ամեն։ Եթե մենք Քրիստոսի մեջ ենք, ապա մենք Քրիստոսի ծածկոցի տակ ենք։ Նախ իշխանության տակ պետք է լինես, որպեսզի կարողանաս գործես իշխանության մեջ։ Եվ հետո իշխանության մեջ Աստված քեզ փառքից փառք է տանելու։ Ամեն։ Ինչ է նշանակում լինել իշխանության տակ։ Հավատացեք, այս աշխարհի վրա երկու թագավորություններ կա։ Մոռացեք Անգլիայի թագավորին, թագուհուն, մոռացեք ինչքան պրեզիդենտներ, թագավորներ կան այս երկրի վրա, աշխարհում երկու թագավորություն կա։ Աստծո թագավորությունը եւ սատանայի թագավորությունը։ Եվ ասма Սուրբ Հոգին Հիսուսին առաջնորդեց դեպի անապատ, հիշում եք։ Անապատում նա 40 օր ծոմի մեջ էր։ Մեր նման հոգսի մեջ էր, սիրելներս։ Եվ հետաքրքիր է 40 օրերը երբ որ լրանում են, սատանան գալիս է նրան փորձում է 3 փորձություններով։ Երկրորդ փորձության ժամանակ այս աշխարհի իշխանը տեսեք ինչ է ասում։ Ղուկաս 4 գլուխ 6-րդ համարն ասում է. եւ սատանան նրան ասաց. այս ամբողջ իշխանությունն ու սրանց փառքը քեզ կտամ, որովհետև ինձ է տրված, ում ցանկանում եմ նրան տալիս եմ։ Իսկ ով էր նրան այդ իշխանությունն ու փառքը տվել, սիրելի քույրս, եղբայրս։ Ով էր սատանային հանձնել դա, եթե ոչ Ադամը, երբ որ նա մեղանչեց, նա իր ձեռքով հանձնեց այն ինչ որ Տերը վստահել էր Ադամին։ Ադամը Աստծո ծածկոցի տակ էր, Աստծո ներկայության մեջ էր, բայց Ադամը մեղ գործած պահ, երբ որ նա Տիրոջ առջև մեղանչեց ու նա թողեց Տիրոջը, նա Աստծո ծածկոցից դուրս եկավ, սիրելի քույրս, եղբայրս, ամեն, եւ իր ամբողջ իշխանությունը եւ այս ամբողջ քաոսը, որ մենք տենում ենք ինչ կատարվում է աշխարհում, այս քաոս վիճակը, սա ապացույցն է, որ այս աշխարհի իշխանը ժամանակավորապես նա դեռ իշխում է։ Եվ մեր Տիրոջը ասում է,
նա ով արարել է, նա ով ստեղծել է, անգամ սատանան, հրեշտա, ամեն բաներ, որ ստեղծվել են իր ձեռքով, իր կամքով, իր խոսքով, ամեն բան, պատկերացրեք, նա Տիրոջ ասում է, եթե ինձ երկրպագես, ես քեզ կտամ, քույրս եղբայրս, ամեն։ Մենք տենում ենք իշխանություն, որ Տիրոջ չի պատկանում, այս աշխարհի իշխանությունը, սիրելի քույրս եղբայրս։ Բայց մեկ էլ կարդում ենք մեկ այլ համարներ Ղուկաս ավետարան 10-րդ գլխի մեջ, նույն ձևով մեր Տերն ասում է, ահա ես ձեզ իշխանություն եմ տալիս, հալելույա։ Թշնամին այս երկրի, այս իշխանը ժամանակավոր, նա ասում է, ես քեզ կտամ իշխանություն, ես քեզ կտամ գործելու իրավունք, ինչ որ բայց պետք է ինձ երկրպագես։ Ամենամեծ բանը, ամենաշատ ժամանակ ինձ պետք է տաս։ Աստծուց հեռու պետք է քայլես։ Նրա ծածկոցից դուրս պետք է գաս ու նրա արքայության մեջ չպետք է լինես։ Ամեն, սիրելի քույրս եղբայրս։ Հալելույա, փառքերը քեզ Հիսուս։ Հարյուրապետը նախ ճանաչում էր, որ ինքն ենթակա է մեկ ուրիշ իշխանության, եւ հենց դա էր, որ նա վստահություն ուներ Քրիստոսին դիմելու։ Վստահ հավատք, որտեղ նա տեսել էր, որ այս Քրիստոս, այս Տերը, Նազովրեցի Հիսուսը, ինչ գործեր, որ նա անում է, ամեն իր գործերից առաջ նա խոսքն է ուղարկում։ Խոսք ասում է, խոսքը ուղարկում էր, մարդիկ բժշկվում են, խոսքով ասում էր, մարդիկ բժշկվում են, սրա մասին կխոսանք, հալելույա, փառքերը քեզ Հիսուս։ Հոգևոր աշխարհում, սիրելի քույրս եղբայրս, իշխանությունը չի գործում պաշտոնի կամ ձայնի բարձրությամբ, այդպիսի բան չկա։ Հոգևոր աշխարհում գործում է իշխանությունը հնազանդության միջոցով, ամեն, հնազանդությունը թուլություն չի, այլ օրինական դիրք է արքայության մեջ։ Խոսքն ասում է, որ Քրիստոսը անգամ Աստված էր, լսեք, նա իր մարմնի մեջ հնազանդություն սովորեց։ Պատկերացնում եք, նա իր չարչարանքների մեջ ասում է, նա հնազանդություն սովորեց։ Բայց այսօր մի բանն է, որ եկեղեցին Աստված հենց այս կոչն է անում, հնազանդվեք Աստծուն, հակառակ կացեք սատանային ու նա կփախչի։ Մոտեցեք Աստծուն ու նա կմոտենա ձեզ, հալելույա։ Մեր Տերը անապատի մեջ հենց դա էր անում։ 40 օր ծոմապահության ժամանակ նա ուղղակի հնազանդվում էր Աստծուն։ Հնազանդվում էր, Տեր, ամեն։ Երրորդ փորձությունից հետո ինչ եղավ, ասում է սատանան հեռացավ, փախչեց նրանից, սիրելի քույրս եղբայրս, հալելույա։ Ես այսօր տեսնում եմ, սիրելի քույրեր եղբայրներ, գիտեք, հնազանդությունը բերում է օրինակարգ եկեղեցում, բերում է օրհնություն եկեղեցում, բացում է երկնքի դուռը, բացում է մեր կյանքի մեջ, շատ հիվանդություններ են բժշկվում դրանից, մեկ հնազանդությունից ընտանիքներ են վերականգնվում, սիրելի եկեղեցի, երբ մարդը ապրում է Աստծո իշխանության տակ, նա կարող է նաև գործել Աստծո իշխանության մեջ, անհնարին է դու ապրես Աստծո ծածկոցի տակ, ու Աստծո հրաշքները չգործեն քո կյանքի մեջ, անհնարին բան է։ Եվ հենց այ հետաքրքիր է, որ այս հարյուրապետը հասկացել էր խոսքի զորությունը, որ այս խոսքը հունարեն բառը ասում է էքսյուզիա, իշխանություն ունի, ամեն, իշխանություն ունի, զորություն ունի բժշկելու, զորություն ունի բարձրացնելու, կապանքներ կոտրելու, եւ ասեց բավական է, որ մի հատ խոսք ասես, մեկ խոսք ասես, հալելույա, փառքերը քեզ Հիսուս, փառքերը քեզ Հիսուս։ Աստծո խոսքը բժշկող զորություն ունի, սիրելի քույրս եղբայրս։ Աստծո խոսքը բժշկող զորություն ունի։ Չգիտեմ կյանքիդ մեջ ինչ է կատարվում, ինչ տկարություններ ունես, շատ ժամանակ, որ մենք խոսում ենք բժշկության մասին, գիտեք, մենք միանգամից մեր մարմնի տկարություններին ենք նայում, բայց բժշկությունը շատ ժամանակ կապված է ներքին բժշկության մասին։ Քո անձի, քո մտքի, քո սրտի։ Ամեն։ Այդ բժշկության մասին եմ խոսում։ Պարզապես խոսքը ասա։ Մատթեոս 8-րդ գլուխ 16-ից 17 խոսքերը ասում է, լսեք խոսքի ինչ անում Աստծո։ Նա խոսքով հանեց ոգիներին եւ բոլոր հիվանդներին բժշկեց։ Ինչպես հանեց? Խոսքով։ Ինչպես Աստված երկինքն ու երկիրը արարեց, խոսքով արարեց։ Եվ բոլոր հիվանդներին բժշկեց։
Ինչ հիվանդություն, ինչ ախտեր կա, այդպիսի բան չկա, որ Տերը չկարողանա բժշկի։ Հավատում եք։ Եթե չեք հավատում, հիմա այդ թերավատությունը սաստիր Հիսուսի անունով։ Ասա Տեր Հիսուս, ես սաստում եմ այս միտքի իմ մեջ, որ հավատացել եմ, որ իմ ֆիզիկական, իմ տկարությունները կամ իմ ներքին, իմ դժվարությունները, ինչ որ սրտի կոտրվածություն ունեմ, խնդիրներ ունեմ, շատ բաներ կապված են հենց ներսի հետ, ես հավատում եմ ամեն բան քո խոսքով կարող ես բժշկես, ամեն սիրելի քույրս, եղբայրս։ Եբրայեցիների 4:12-ը խոսում է Աստծո խոսքի զորության մասին, որովհետև Աստծո խոսքը կենդանի է եւ զորավոր եւ ամեն երկսարի սուրից ավելի կտրուկ է։ Ամեն։ Ես հավատում եմ, որ հենց այս ծառայի կյանքը, որ փրկվեց, նա առողջացավ, հենց այս Աստծո խոսքի կենդանի զորությունն էր։ Եվ թափանցում է միջև քո շնչի, քո ոգու, քո օդերի, քո ողնացուցի բաժանվելը եւ քննում է քո սրտի մտքերն ու խորհուրդները փառքեր Հիսուսին։ Հալելույա։ Առակաց 20-ի մեջ ասում է որդյակիմ. Ուշադիր եղիր իմ խոսքերին եւ ականջ դիր իմ ասածներին, որովհետեւ նրանք կյանք են, դրանք գտնողների համար եւ բժշկություն նրանց համար, նրանց մարմնի համար։ Այսօր խիեմ այս խոսքերը կարդում, որ մենք սկսենք նորից հավատալ, սիրելներ։ Իմ պրոբլեմը չի, որ ես մարդկանց համար աղոթում եմ, նրանք բժշկվում են, թե չեն բժշկվում, դա իմ պրոբլեմը չի։ Իմ պրոբլեմը Աստծուն հնազանդվելն է։ Ես դրա համար եմ ասում, հնազանդությունը շատ կարևոր բան է։ Աստծո խոսքը ասում է դու աղոթի, իմ խոսքը կարդա, իմ խոսքը հռչակի, դու մենակ դա պետք է անես։ Մնացածը Աստծո ձեռքերի մեջ է։ Մնացածը իր խոսքն է, կենդանի զորավոր, որ թափանցում է մարդու կյանքի, շնչի, ոգու, ու ողնացուցի բաժանվելը։ Նա է սրտերն ու երիկամունքները քնում, նա է ժամանակը քնում, ժամանակների մեջ իր հրաշքն ու գործը անում, սիրելիս։ Ես ուզում եմ հավատք դավանեմ այստեղ, հավատք, որ մենք իրական մեր այս տկարություններին չնայենք, որ իրական մեր այս վիճակին չնայենք, այլ Աստծո զորավոր խոսքը նայենք։ Դու խոսքին հավատա։ Եթե մահանամ էլ, խոսքը թո իմ մեջ լինի։ Ամեն սիրելիս։ Թո խոսքը մեր մեջ բնակվի։ Խոսքի կյանքը նորից գա մեր մեջ։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Աստծո խոսքը ունի հստակ նպատակ իմ եւ քո կյանքի մեջ։ Նա ուղղակի չի։ Այս խոսքը ունի հստակ նպատակ։ Ովքեր որ դուք կարդում եք անատական Աստվածաշունչը, ձեր անատական կյանքն է, դու գիտեք ինչ եմ ասում, սիրելիս։ Շատերս ուղղակի չենք էլ կարդում։ Շատերս թողել ենք Աստծո խոսքը, շատերս հեռացել ենք կենդանի Աստծո խոսքից։ Քույրս, եղբայրս, երբ որ մենք հիվանդանում ենք, մենք ուր ենք գնում, բժշկի։ Բժիշկը իր խոսքը գրում է թղթի վրա, ու մենք հավատում ենք այդ prescription, այդ թղթի վրա այնքան խոսք կա գրված, որ կարամ այդ խոսքը գնամ ստանամ, իմ մեջ առնեմ, ու այդ խոսքը կարա իմ մարմնի մեջ ինչ-որ մի փոփոխություն անի։ Հակոբոս ասում է, ով երկմիտներ ասում է, երկմիտներ ասում է, երկմտության վրա, թերավատության վրա, ամեն։ Խոսքի մեջ զորություն կա։ Հիվանդանում ես, բացի ամեն խոսքը կարդա, ամեն բժշկության մասին, Մատթեոս, Հիսուսի հրաշքների մասին, 41-ից ավել հրաշքներ, կարդա ու կարդա, ասա խոսքն է մրճակում իմ կյանքի մեջ, հալելույա, փառքեր Հիսուսին։ Աստծո խոսքը ունի հստակ նպատակ մեր կյանքում։ Ուղղակի մեկ բան է պետք հնազանդություն։ Հարուրապետը հասկացավ, որ եթե ես ինքս հարուրապետ լինելով, շատ ծառաներ ունենալով, հասկանալով, որ իմ Տերը կարա խոսա, ես հնազանդվեմ իմ Տիրոջ խոսքին, ամեն բան իմ կյանքի մեջ լինելու է։ Տեր անհարմար եմ զգում իմ ծածկոցի տակ գաս։ Դու ոնց կարաս մտնես իմ ծածկոցի տակ, քանի որ ես եմ քո ծածկոցի տակ։ Կյանքում լինում է պահեր, որ այդպես ենք անում։ Մեր կյանքի նպատակներ, գործեր, բաներ, ամեն բան, առաջինը երկնքի արքայությունը չի, մնացած տարբեր բաներն են, Տիրոջը կարծես դնենք մեր ծածկոցի տակ ու վերջում ասում ենք, Տեր, բախի այս բանը եղավ, բախի չենք ստանում։ Տեր ասում է, եթե լինես իմ ծածկոցի տակ, հրաշքներ ես տեսնելու իմ ծածկոցի մեջ։ Փառքեր Հիսուսին, հալելույա։ Սաղմոս 107 խոսքը ասում է, ուղարկեց իր խոսքը, ասա ուղարկեց իր խոսքը։ Խոսքը ուղարկված է, սիրելիս։ Այս խոսքը ուղարկված է, ամեն։ Էլ ուրիշ Աստվածաշունչ չկա, որ պետք է ունենա։ Արդեն Տեր ուղարկել է իր խոսքը։
Անապատում Իսրայելի ազգը մի սարսափելի վիճակի մեջ էր ընկել։ Նրանք Եգիպտոսից դուրս եկան, հրաշքները տեսան, ամեն բան տեսան, Աստված ոնց ծովը բացեց, ազատը ամեն բան արեց, մյուս բանը գիտեք ինչ եղավ։ Մյուս բանը նրանք տեսան, որ եկել են միտեղ, որ ջուր չկա խմեն։ Ջրերը դառնացել է, դառնացած ջրեր էր, աղի, լեղիացած հարաբերություններ, ջրեր։ Եվ ասում է Աստված ուղարկեց իր խոսքը եւ բժշկեց նրանց եւ նրանց ազատեց իրենց կորստից։ Հրյաները Իսրայելի ազգը սերունդներով նրանք հրճակել են այս խոսքը, սերունդներով։ Նրանք երբ որ եկել են խնդիրների, դժվարությունների, անախորժությունների, խնդիրների առաջ են կանգնել, եւ նորից նրանք հիշում են այն խոսքը, որ նա ուղարկել էր հարյուրավոր տարիներ առաջ անապատում, իրենց հայրերին այդ խոսքը նորից կենթանի է։ Աստծո խոսքը կենթանի է եւ զորավոր է, սիրելի քույրս, եղբայրս։ Դուր ինձ հավատք։ Տեր, ուզում եմ Քրիստոսի հավատքի իմ մեջ։ Ուզում եմ Քրիստոսի հավատքը, իր իշխանությունը գործի իմ մեջ, հավատքի կյանքը, արքայության խոսքի իմ մեջ, փառքեր Հիսուս քեզ, հալելույա։ Եվ ասում է, ես եմ քո բժիշկը։ Առաջի անգամ Եհովա Ռոֆե, հիշում եք, երգեր ենք երգել սրա մասին։ Տերն է իմ բժիշկը, սիրելիս։ Եվ այդ ջրերը բժշկվեցին։ Խոսքը երբեք դատարկ ետ չի վերադառնում։ Դա կախված է խոսք կա թե չկա։ Խոսք կա իմ կյանքի մեջ թե չկա։ Խոսքը ապրում եմ թե չեմ ապրում։ Ում խոսքին եմ լսում, հնազանդվում, որ թագավորության մեջ ով է իմ Տերը, ամեն սիրելիս։ Եսայի 55:11 ասում այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը։ Նորից իմ բերանից դուրս եկած խոսքը։ Նա ապարդյուն չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի իմ փափագը եւ հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ուղարկել եմ նրան։ Հավատում ես այս խոսքին։ Եթե հավատում ես, սիրելի քույրս, եղբայրս, ուրեմն դու քո մեջ ընդունում ես մի փոքր սերմ մանանեխի։ Ու այդ սերմը մեծ հավատ կա դառնալու։ Փոքր սերմերն են, որ մեծ հավատ կա դառնում, ամեն։ Երբ Աստված խոսում է իր խոսքը, սիրելներ, արդյունքը անխուսափելի է իր խոսքի։ Հավատացեք։ Հիսուսը զարմացավ այս մարդու հավատքի վրա, այս հարուրապետի հավատքի վրա։ Նա չուներ հոգևոր հայրեր, ոչ մի բան չէր կրթվել, ոչ մի բան չէր արել, բայց լսել էր։ Որտեղից էր գալի այս լսելը, եթե ոչ Աստծո խոսքից։ Հավատքը գալիս է լսելուց, լսել Աստծո խոսքից, ամեն։ Հավատքը գալիս է լսելուց, լսելը Աստծո խոսքից, փառքերը քեզ Հիսուս։ Այսօր քո խոսքն ենք հրճակում այստեղ մեր Տեր, փառքերը քեզ Հիսուս։ 9-րդ համարը ասում է Հիսուսը այս լսելով նրա վրա զարմացավ եւ ասաց Իսրայելում անգամ այսպիսի հավատք չգտա։ Սիրելի քույրս, եղբայրս, հավատքը Աստծուն համոզելը չէ։ Մենք կարիք չկա Աստծուն համոզենք, որ ինքը մի բան անի մեր համար։ Ամեն։ Նա արդեն արել է մեր համար։ 2000 տարի առաջ նա Գողգոթայի վրա իր գործը ավարտեց եւ ասեց ամեն բան ավարտված է, ամեն։ Դուք դեռ սպասում եք նա դեռ ավելի բան պետք է անի։ Ամեն բան արել է։ Հիմա մնում է որ մենք գործենք, հիմա մնում է որ մեր հավատքը գործի։ Դրա համար Հակոբոսը իր հենց նամակի մեջ նա խոսում է գործող հավատքի մասին։ Հավատքը առանց գործերի մահացած է, ուղղակի զուտ խոսքեր են։ Ամեն, սիրելի քույրս, եղբայրս։ Բայց երբ որ դու հավատում ես Աստծուն, դու գործում ես։ Դու սկսում ես վստահել իրան։ Վստահություն, քո մեջ գալիս է վստահություն, եթե խոսքը ասել է, ես վստահում եմ նա է անողը, նա է կատարողը, փառքերը քեզ Հիսուս։ Հալելույա, փառքերը քեզ Հիսուս։ Հավատքը Աստծուն համոզելը չէ։ Հավատքը վստահություն է, որ Աստված արդեն խոսել է։ Սա է հավատքը։ Ամեն բան, պատկերացրա բացես այս գիրքը կարդաս Աստվածաշունչը, կարդում ես, սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, ասա չեմ հավատում։ Հավատում ես, հավատում ես։ Ինչ որ գրված է, հավատում ես։ Մեջ ինչ որ գրված է, ծննդոցից հայտնություն ասում ենք, հավատում ենք։ Բայց երբ որ գալիս է մեր կյանքի վրա պետքա կիրառենք, ասում ենք չէ, չեմ հավատում։ Ամեն, սիրելիս։ Սիրելի քույրս, եղբայրս, հավատքը գալիս է լսելուց լսել Աստծո խոսքից։ Հավատքը գալիս է լսելուց լսել Աստծո կենթանի խոսքից, փառքեր Հիսուսին։
Եվ այն ուղարկված մարդիկ տուն վերադարձան ու հիվանդ ծառային բժշկված գտան։ Հալելույա Տեր, հալելույա Տեր։ Շնորհքի Աստված, փառքերը քեզ։ Հրաշքը տեղի ունեցավ հեռավորության վրա։ Կարիք չկա Քրիստոսի իշնի ֆիզիկապես այստեղ քայլի, նրա հոգին արդեն մեր մեջ է։ Սուրբ հոգին արդեն բնակվում է մեր մեջ, սիրելներ, ամեն։ Նա գիտի մեր ամեն կարիքները, նա գիտի մեր ամեն խնդիրները, նա գիտի մեր ամեն հոգսերը։ Փառքեր Հիսուսին։ Ոնց կարանք այս խոսքը կիրառենք մեր կյանքի մեջ։ Ամենակարևորը կարամ ասեմ, որ ծոմապահության մեջ ենք։ Ծոմապահությունը մեզ դնում է Աստծո իշխանության տակ։ Երևի կասեք, խի այս երկու կիրակյա քարոզումը հաս չուտենք։ Տարվա մնացած ամիսները քույրս եղբայրս առատ կարակ ուտեք։ Բայց եկեք մեր տարվա 12 ամիսը որ կա, այդ 10-րդը ծոմապահության տանք Տիրոջը։ Ամեն։ 21 օր է Տեր ուզում, 21 օր։ Դա ուզում է ձեր համար, ձեր ընտանիքի այս աղոթները պատասխանելու համար, սիրելի քույրս եղբայրս։ Ես գիտեմ, շատ գիտեմ, ամեն մեկիդ հոգսը գիտեմ, տեղյակ եմ։ Ու անգամ ես չեմ էլ կարող մտածեմ ուր կարամ ձեզ ուղարկեմ, որ քաունսլերի մոտ կարամ ուղարկեմ շատ ժամանակ, ով կարա մի բան անի, որ դա վեկալի, ոչ մեկ չի կարա, եթե ոչ մեր բեռը կրողը Հիսուս Քրիստոսը, փառքեր Հիսուսին, սիրելի քույրս եղբայրս։ Հալելույա Տեր։ Ծոմապահությունը մեզ դնում է իշխանության տակ նորից։ Հակոբոս 4:7-ը նորից եմ կարդում, արդ հնազանդվեք Աստծուն, դիմադրեք սատանային, ու նա ձեզանից կփախչի, ասա ետիցս գնաս սատանա, ետիցս գնաս սատանա։ Դու իշխանություն չունես իմ տան վրա, դու իշխանություն չունես իմ հարազատների վրա, իմ տարածքի վրա, իմ մտքի, իմ մարմնի վրա, այսօր Տեր հնազանդվում եմ քո խոսքին, այսօր հնազանդվում եմ Տեր, որ ուխտս չեմ կոտրելու։ Հալելույա Տեր Հիսուս։ Աղոթքը Աստծո խոսքի հռչակումն է իշխանության մեջ։ Ուրեմն ծոմապահությունը քեզ բերում է դնում Աստծո իշխանության տակ, ու աղոթքը սիրելի քույրս եղբայրս քո միջոցով գործում Աստծո իշխանության մեջ։ Եթե իշխանության տակ ես, աղոթներդ գործելու են իշխանության մեջ։ Այս 21 օրվա ծոմապահության ընթացքում աղոթեք խոսքը։ Մենակ խոսքը աղոթեք։ Բացեք նոր կտակարանը, կարդացեք, Սաղմոսը բացեք, կարդացեք, Սաղմոսը աղոթեք ու այդ Սաղմոսը կրկնեք ու կրկնեք, մինչև որ զգաք երգը երգում են գետերից ծառավ եմ, վերջում նորից կերգենք այս երգը, գետերից ծառավ եմ, Տեր, մինչև զգաս այս գետերը շարժվում են մեջդ, գալիս է ճեղքումներ, մեր եսը հանձնվում է, խաչվում է, քանդվում է, հասկանում եք, հին մարդը սկսում է փոքրանալ, սկսում է քո մեջ Սուրբ Հոգին ավելի ու ավելի մեծ ու մեծ գործեր անել, սիրելիս, հալելույա, խոսքը մենակ աղոթեք։ Մեր Տերը շատ ժամանակ ասում էր, շատախոս մի եղեք աղոթների մեջ։ Շատերը ասում են, գիտեք, դա այն միտքն է, որ երբ որ աղոթում ես 1 րոպե պետք է աղոթես, ոչ, նա դրա մասին չէր ասում։ 1 ժամ, 2 ժամ, 3 ժամ աղոթեք։ Դրա միտքը նա է, երբ որ աղոթում եք, ձեր մտքերը ուղղակի մի արտահայտվեք ժամերով, այլ խոսքը հռչակեք։ Շատախոս մի եղի մտքի աղոթներ բերեմ, ուղղակի բաներ, խոսքը, Տեր Աստված։ Հավատում եմ քո խոսքին։ Իմ օրվա մարդ միայն հացով չի ապրում, այլ Աստծո կենթանի խոսքով։ Առավոտը ելնում ես, խոսքը բացում ես, կարդում ես, հռչակում եմ Աստծո խոսքի իմ տան մեջ։ Բացում ես ու կարդում ես, Տեր Աստված։ Թեսաղոնիկեցիների գրված համարը բացեցի ուղղակի այսպես. ամեն ժամանակ ձեզ բոլորիդ համար գոհություն եմ հայտնում Աստծուն, ձեզ հիշելով իմ աղոթներում, Տեր, գոհանում եմ իմ եկեղեցու համար, գոհանում եմ Տեր Աստված իմ համայնքի համար,
գոհանում եմ իմ ընտանիքի համար, տղայիս համար, ամեն անգամ իմ աղոթների մեջ, Տեր, այս այա խոսքի աղոթքը սիրելիս։ Խոսքի աղոթքը իշխանություն է քեզ տալի, որովհետև գիտես, խոսքի հեղինակը դու չես, Աստվածը խոսքի հեղինակը։ Երբ որ մենք մեր մարդկային մտքերն ենք արտահայտում ու անդադ աղոթում, մենք մերն ենք ասում։ Ինչքան մերը ասենք, մերի տակ ենք լինելու։ Բայց երբ որ Տիրոջն ենք բարձրացնում, Բարձրալին ենք բարձրացնում, Բարձրալի խոսքն ենք բարձրացնում, մեր տան մեջ հռչակում, հավատում ենք, որ Բարձրալի խոսքը երկսայրի սուրի պես գործում է իմ կյանքի մեջ։ Հալելույա Տերս, փառքեր Հիսուսին։ Հարցը նա է, կկարդամ խոսքը թե չէ, կընդունեմ խոսքը թե չէ, կնազանդվեմ խոսքին, կմտնեմ Տիրոջ արքայության տակ ու նրա մեջ, թե չէ, քույրս եղբայրս։ Աղոթեք խոսքը, հռչակեք խոսքը ձեր տան մեջ, մարմնի, եկեղեցու, քաղաքի վրա, փառքեր Հիսուսին։ Այլ խոսքով ասա եւ ծառաս կբժշկվի։ Ինձ այսքանն է հետաքրքրում։ Տեր, այլ խոսքով ասա, Տեր։ Տեր, մեկ խոսքով ասա, իմ ծառաս կբժշկվի, Տեր։ Կան սերնդական կապանքներ, սիրելներ։ Սերնդական կապանքներ կան ընտանիքների մեջ։ Կապանքներ, բռնվածություններ, դիպրեսիաներ, խախտված ամեն բան։ Մարդիկ ասում են Արմեն եղբայր տարիներով խի չի լինում։ Տղես մեկուսացված է, չի ուզում տնից չելում, ես չանում, են չանում, ասեմ գիրես խի, որովհետև արքայության մեջ կարգ կա, կարգ։ Եթե դու Աստծո ծածկոցի տակ ես, քո ամուսնու ծածկոցի տակ ես, ամուսինդ Քրիստոսի ծածկոցի տակ է, Աստծո արքայության խոսքը գործելու է։ Հալելույա, հալելույա Տերս, հալելույա Տերս։ Հալելույա Տերս, փառքերը քեզ Հիսուս։ Փառքերը քեզ Հիսուս, փառքերը քեզ Հիսուս, փառքերը քեզ Հիսուս։ Այն նույն խոսքը, որ բժշկեց այս ծառային, այսօր էլ բժշկում է ձեր մարմինները։ Համաձայն ես թե չէ։ Ասա խոսքը ուղարկի իմ ընտանիք, Տեր Աստված։ Դու այստեղ ես, ինչ որ մեկը տունն է, այս նույն հատվածն է, ասես Տեր դու պեչի գաս իմ տուն, պեչի գաս այցելես, ձեռը դնես վրես, պեչի ծեսակատարություններ անես, ոչ մի բան, խոսքը ուղարկի տղես կբժշկվի։ Այս սենյակից դուրս կարիքներ կա, սիրելիներ, կարիքներ կա այս սենյակից դուրս, արի խոսքը ուղարկի, ասա Տեր նախքան իմ այստեղ գնալը խոսքը ուղարկի Տեր, փառքերը քեզ Հիսուս, հալելույա, փառքերը քեզ Հիսուս։ Այն նույն խոսքը, որ բժշկեց ծառային, այսօր էլ բժշկում է մեզ, մեր տկար մարմինները, կոտրում է կապանքները, վերականգնում է ընտանիքները, փառքեր Հիսուսին, սիրելի եկեղեցի։ Այս 21 օրյա աղոթքի եւ ծոմապահության մեջ թող մենք լինենք ժողովուրդ, որն ասում է. Տեր, մենք վստահում ենք քո խոսքին։ Պարզապես ասա խոսքը ու դա կկատարվի, փառքերը քեզ Հիսուս։ Պարզապես ասա խոսքը, պարզապես ուղարկիր խոսքը Տեր, այն խոսքը, որ դու ուղարկեցիր անապատում և դառնացած ջրերը դու բժշկեցիր, վերականգնեցիր, այդ խոսքը այսօր ուղարկիր իմ կյանքի մեջ Տեր Աստված, խոսքդ ուղարկի Տեր Աստված, խոսքդ ուղարկիր Տեր Աստված, շնորհակալ եմ Տեր Հիսուս, շնորհակալ եմ Տեր Հիսուս, հնազանդություն, 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 հալելույա Տեր։ 40 անգամ նոր կտակարանում գրված է հնազանդվել բառը։ Հնազանդվեք Աստծուն, այստեղ ասում է։ Հնազանդվեք ձեր առաջնորդներին, հնազանդվեք մեկդ մեկի ասում է։ Հնազանդվեք կանայք ձեր ամուսիններին եւ այսպես հնազանդություն։ Ու շատ ժամանակ ասում ենք Տեր, ինչու է տեղերը փոխվել, ինչու չի լինում այն, ինչ որ դու ուզում ես անես, որովհետև մեկ բառ հնազանդություն։ Քույրս եղբայրս, այսօր եկեք անկեղծանանք Տիրոջ առաջ, ամեն։ Եկեք աղերսենք Տիրոջ, ասենք Տեր, արդյոք կյանքիս մեջ բաներ կա, որ ուղղակի դա չեմ հանձնել քեզ, ուղղակի չեմ նվիրվել քեզ, միգուցե կատարյալ հնազանդություն ա Տեր ուզում հենց այդ ասպարեզի մեջ, բարձրացնում եմ քեզ իմ կյանքը Տեր Հիսուս,
Մենք երկրպագությունը անելու ենք, երկրպագելու ենք, խնդրում եմ ամոթի խայցը կոտրեք, ովքեր որ այստեղ ձեր աղոթները չեք գրեք, գրեք այս խաչի վրա կպցրեք։ Աղոթելու ենք, որ Աստված, երբ որ 21 օրը լրանա, ամեն մի աղոթ հատ-հատ չորեքշաբթի օրը բարձրացնելու ենք, աղոթելու ենք, Աստված իր խոսք ուղարկի, մեկ խոսք ասա Տեր, մեկ խոսք ասա, հալելույա, կարդալու ենք այս անունները, ասելու ենք Տեր, մեկ խոսք ասա Տեր, մեկ խոսք ասա ընտանիքիս բժշկություն, հոգուս ու մարմնիս, հալելույա, մեկ խոսք ասա, ամուսնուս համար, մեկ խոսք ասա, անուններ, մեկ խոսք ասա, սիրելի Աստված, փառքերը քեզ Հիսուս, երկնային Տեր, բարձրացնում ենք քեզ, բարձրացնում ենք ամեն կարիքներ, եկեք կանգնենք ոտքի սիրելի եկեղեցի, երգելու ենք, երկրպագելու ենք, Տեր ավելի մոտենում ենք քեզ, ավելի Տեր Աստված, հիմա այն բանն է Տեր, որ մենք մտնում ենք քո իշխանության տակ, Տեր Աստված, այս աշխարհի իշխանին ասում ենք ոչ, ինձ պետք է այն ինչ որ դու տալիս ես, այսօր ես հանդիմանում եմ այն բաները, որ դու ինձ տվել ես, կուրացրել ես, աչքերս փակել ես, ու այն իշխանությունը, որ ես էլ ունեի, ձեռքիցս տարել ես, բայց այսօր Տեր Աստված մեկ բառով հնազանդվելով քեզ ու քո արքայության մեջ, Տեր այսօր մտնում եմ քո ծածկոցի տակ, Տեր Աստված ու խնդրում եմ Տեր, քո այրյան զորությունը նորից թափանցի իմ մտքի, մարմնի, անձի, հոգու վրա Տեր, գործիր իմ կյանքի մեջ սիրելի Հիսուս, գործիր իմ կյանքի մեջ, գործիր իմ կյանքի մեջ, քույրս, եղբայրս ասա, գործիր իմ կյանքի մեջ, Տեր, ես ուզում եմ քո խոսքի իմ մեջ կյանք տա, զորություն տա, ուղարկիր քո խոսքը, Տեր, այն զորավոր խոսքը, Տեր, իմ սրտի, իմ մարմնի մեջ, հալելույա, Տեր օրհնի ձեզ քույրեր, Տեր օրհնի ձեզ, փառքեր Հիսուսին, բարձրացնում ենք Քրիստոսին, Տեր, Տեր այս աղոթները, Տեր, բերում ենք քո ծածկոցի տակ, որ դու հրաշքներ գործես քո ծածկոցի մեջ, Տեր Հիսուս, հալելույա, շնորհակալ եմ Տեր Հիսուս, փառքերը քեզ Հիսուս, հալելույա Տեր